Իմ ծնողները ինձ շնորհավորում էին, բայց ընկերներս չկային։ Get ready with me, պատրաստվենք միասին եւ խոսենք ընկերության կարեւորության մասին։ Կարծում եմ բոլորիս կյանքում էլ եղել է ու եկել է ինչ-որ մի պահ, որ մտածել ենք, որ այն ինչ մենք տալիս ենք մեր ընկերներին, փոխադարձը չենք ստանում։ Մինչև 18 տարեկան ամեն գիշեր ծնունդիս օրը, մինչև ժամը 12-ը պատրաստվում էի, գեղեցկանում էի ու վստահ էի, որ իմ ընկերները գալու են ու սպասում էի իրանց ու հենց 12-ը խփում էր, իմ ծնողները ինձ շնորհավորում էին, բայց ընկերներս չկային։ Փոքր ժամանակ մենք ընկերությունը լրիվ այլ ձև ենք պատկերացնում, մտածում ենք, որ ընկերությունը այդ ուղակի խոսքերն են, ընկերությունը այդ ուղակի շփումն է հասարակ, բայց երբ որ մեծանում ես, հասկանում ես, որ դա ավելի խորն է, քան դու պատկերացնում էիր։ Երբ որ մեծանում ես, հասկանում ես, որ իրականում ընկերությունը այդ այն է, որ գիշերվա որ ժամն ուզում է լինի, դու իրան կարաս հանգիստ զանգես, չմտածելով, որ կարաս իրան պատճառես անհարմարություն, որ ինքը կարա քո ուրախությանը այնպես ուրախանա, կարծես իր ուրախությունն է դա։ Ու տխրության ժամանակ լինի քո կողքին, ու ոչ մի հարց չտա, առանց ուղակի հարցերի լինի ինքը քո կողքին ու վերջ, որովհետև ինքը քո ընկերն է։ Այս ամենապարզ աշխարհում մարդիկ այս խառը տարբեր իրավիճակներում կարծում եմ մոռանում են ամենակարևոր բանը՝ մարդուն գնահատելը, ու ես կարծում եմ, որ ընկերության մեջ ամենակարևոր կետերից մեկը ու առասարակ հարաբերությունների մեջ դա կլինի ընկերական թե անձնական, ամենակարևոր կետերից մեկը դա հենց գնահատելն է, որ դու դիմացինիդ գնահատում ես։ Ու ես կարծում եմ պարտադիր չի, որ դա լինի ինչ-որ առիթ, որ դու դիմացինին ասես, որ գիտես ինչ կա, ես գնահատում եմ քո արարքը ու ես կարևորում եմ քո ներկայությունը իմ կյանքում։ Դա պետք է ասես ուղղակի ինչ-որ անսպասելի պահի։ Ուղղակի ինչ-որ պահի, երբ ինքը ունի դա լսելու կարիքը, որովհետև դա կարա շատ կարևոր լինի դիմացինի համար։ Ես կարծում եմ, որ ընկերությունը դա պարտականություն չէ, դա երկուսի ընտրությունն է, լինել իրար հետ ընկերներ, իրար հետ անցկացնել ժամանակը եւ այլն եւ այլն։ Դա չպետք է լինի պարտականություն, դա անկեղծ պետք է լինի, իրական պետք է լինի։ Ու ես կարծում եմ, որ հենց դա էլ պահում է հարաբերությունները, ընկերությունը, այդ փոխադարձ վերաբերմունքը։ Եվ ինձնից ու միմիս էս խորհուրդ։ Ձեր կողքի մարդկանց մի արժեզրկեք, մի ընդունեք, որ նորմալ է, որ այդ մարդը կա մեր կյանքում, ոչ, որովհետեւ շատ հնարավոր է, որ մի օր դուք հասկանաք, որ կորցրեցիք այդ մարդուն ուղակի անտարբեր վերաբերմունքի պատճառով։ Իսկ եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատի վիդեոները, խնդրում եմ գրեք կոմենտներում, որ ես ավելի ոգեշնչվեմ եւ սկսեմ նկարել այսպիսի վիդեոներ։ Պակա։